Ողջույն մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը կամ մեզ դիտում եք թվային հարթակներում։ Սա Թարմ ուղեղով զրույցն է, որի ընթացքում մենք հրավիրում ենք տարբեր քաղաքական գործիչների, տարբեր ուժերի ներկայացուցիչների, հատկապես քարոզարշավի ընթացքում փորձում հասկանալ ներկաներ քաղաքական իրավիճակը, իրենց ծրագրերը, ապագայի մասին իրենց պատկերացումները եւ այսօր առաջին խոսափողի մոտ իմ զրուցակիցը Վաղաշակ Հարությունյանն է, ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածուն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, որ այսօր մեր տաղավարում եք, ժամանակ եք գտել, մինչև ձեր ծրագրերի մասին խոսելը, քանի որ առիթը ստեղծվել է, դուք էլ պաշտպանության ոլորտին մոտ կանգնած մարդ եք։ Ես կուզեմ ձեր կարծիքը իմանալ շքերթի մասին։ Քննադատություններ իհարկե կան, բողոքներ, դժգոհություններ կան շատ գովասանքի խոսքեր։ Ինչի մասին էր այս շքերթը, ձեր կարծիքով։ Դե այս շքերթը ակնհայտ է, որ դա լիարժեք շքերթ չի եղել, ինչու, որտեվ ամբողջովին չի ցուցադրվել, ինչ որ բանակը ունի, սա մասին նաև ասվել է, որ սա ցույց են տալու այն, ինչ որ ձեռք է բերվել, այս վերջի ժամանակահատվածում։ Եվ այդ առումով դա ցուցաբերեն այն զինատեսակները, որոնք վերջի տարիներին ձեռք է բերվել։ Համեմատություն կուզեմ ամեն դեպքում անցկացնենք նախորդիվ մեր շքերթները, որոնք անցկացվել են, տարբերությունները մի քիչ հասկանանք։ Չէ, տարբերությունը ակնհայտ է, ինչ առումով, այն առումով, որ բնական է 10 տարի անցել է։ Ավելին ասեմ, 10 տարին անցել է, մենք անցել ենք պատերազմով, որտեղ որ պատերազմը իր մտցրել է իր մոտեցումները, փոփոխությունները, որտեղ 20 թվականի պատերազմը դա կարելի ասել առաջի պատերազմն է եղել ընդհանրապես աշխարհում եւ որտեղ որ օգտագործվել է նոր մարտավարություն, նոր ռազմավարություն եւ նոր զինատեսակներ այդ քանակի։ Դա ինչ է նշանակում, ասենք թե ռազմական գիտությունը ինքը ունի իր մոտեցումները ռազմավարական օղակում, օպերատիվ օղակում եւ մարտավարական։ Մեր պատերազմը դա մտցրեց դրա մեջ լրջագույն փոփոխություններ, ու դա բնական է, դա միշտ է եղել, նոր չի։ Դա նույնիսկ ասում են, որ միշտ բանակները պատրաստվում են անցած պատերազմին, հա։ Դա բնական է, ինչի, որտեվ նայեք, ռազմավարություն կա այդպիսի գիտություն, որը պետք է պատասխանի հետևյալ հարցի։ Գալիք պատերազմի բնույթը։ Իսկ դա կախված է սպառազինության զարգացման, գիտության, սպառազինությունը կապված է գիտության հետ, եւ բնականը աճ է գնում, եւ բոլոր պատերազմները եղել են այդպես, աճել են եւ հասել է այդ վիճակի, երբ որ դու համապատասխանեցնում ես քո բանակը համապատասխան զինատեսակների, իսկ զինատեսակներից կախված է նաեւ մարտավարությունը եւ ռազմավարությունը։ Մեր պարագայում դա բնական փոփոխություն է մտցրել, իսկ ավելի մեծ ազդեցություն է ունեցել նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը, որը ես ձեզ ասեմ, ընդհանրապես փոխել է այդ գիտությունը եւ ռազմավարությունը եւ օպերատիվ արվեստը եւ մարտավարությունը։ Հիմա այն ինչ որ նախորդում պլանավորվում էր մեծ քանակի զենքեր, տանկային հարվածներ, իսկ տանկերը դա ցամաքային զորքերի հարվածային ուժն է։ Եվ տանկեր կարծես ներկայացված չէին։ Հիմա ցույց չեն տվել, ոչ տանկ, ոչ շատ բան ցույց չեն տվել։ Հիմնականում անօթաչուներ մենք տեսանք։ Անօթաչու հակաօթային պաշտպանության եւ հրետանի հիմնականում։ Այդ է եղել։ Դե դրա համար ասում եմ, սա լիարժեք շքերթ անվանել դժվար է, որտեվ շքերթի իմաստը ո՞րն է։ Դու ցույց ես տալի քո բանակի մարտական հզորությունը։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում, որ դու պիտի ցույց տաս բոլոր զինատեսակները եւ բոլոր զինատեսակներում սկսած փոքր հեռավորությունից եւ ավարտված հեռահար զենքերը։ Սահմանափակում չունենք մենք այդ մասով։ Բայց ինչ սահմանափակում։ Ցուցադրելու։ Չի սահման։ Ամեն ինչ կարելի է ցուցադրել, ճիշտ եմ։ Իհարկե, ոչ մի գաղտնի բան չկա։ Ոչ մի գաղտնի բան չկա, դե որոշում է ձև ընդունվել, որ ցույց տալ այն ինչ որ ձեռք է բերված, խնդիրը ես էլ եմ ասում, բայց զորահանդեսի նպատակը դա է ցույց տաս քո բանակի մարտունակությունը, հզորությունը, իսկ դա ոնց է զենքով եւ անձնակազմով։ Անձնակազմը կախված նրանից թե ինքը
ոնց անցնում շարային պատրաստությունը, նաև համապատասխան մարմինները եզրակացություն անում բանակի դա լիարժեք չի, բայց մասամբ կարելի է նաև կանխատեսել, թե ինչ բանակը քո առջև անցնում է դա։ Շատ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը հայամետ գործիչ չէ եւ թուրքական եւ ադրբեջանական շահերն է առաջ տանում։ Այդ դուք առիթ ունեցել եք իր հետ աշխատելու, ձեր կարծիքը կուզեմ իմանալ։ Դե այստեղ այդ մեղադրանքը գիտեք ինչ ամեն ինչ կարելի ասել, բայց թուրքամետ կամ բան, դա կախված է հետևանքներից պատերազմի եւ այդ մեղադրանք, որ ներկայացնում են, կախված է պատերազմի հետևանքներից, կախված այն ինչ որ պահանջներ է դնում Ադրբեջանը եւ Թուրքիան եւ այստեղ համաձայնվում են տարբեր հարցերի շուրջ, սկսած այն, որ անկախության հռչակագիրը պետք է սանույց դուրս գա եւ բան, դրա հետ է կապված, բայց այստեղ գիտեք ինչ, խնդիրը այլ հարթության ավելի գլոբալ է, ինչ առումով, այս պատերազմը, որ մենք ունեցել ենք, մենք պիտի մի հարցի պատասխանենք, կարևորագույն, որպեսզի մենք ճիշտ եզրակացություն անենք։ Առաջինը, ինչպես եղավ, որ մենք առաջի պատերազմում հաղթանակ տարանք։ Մենք մինչև այսօր դրա պատասխանը չենք տվել։ Չենք տվել։ Եվ ամենակարևորը նույն այդ շարունակությունը այս թեմայի, որ հիմնական մեր էլիտան, քաղաքական կուսակցությունները չունեն մոտեցում լրջագույն հարցերի շուրջ միասնական։ Իսկ դա, ասենք թե ինչ հարցերն է, անվտանգություն, Ղարաբաղի հարց, ցեղասպանություն, Եվրոմիություն, թե ԵԱՏՄ, հասկանում եք, չկա, իսկ դա պիտի լինի, իսկ ինչի պիտի այդպես լինի, որովհետև ազգը միասնական լինի, եթե էլիտան ազգի չի կողմնորոշվում, որ ուղղությունն է ճիշտ ու գնում է պայքար, ամեն մեկը ներկայացնում է իր հիմնավորումը, դա բերում է նրան, որ մեր հասարակությունը պարակտված է։ Դե կարծիքները չեն համընկնում։ Դե չեն համընկնում ինչի։ Իշխանությանը մեղադրում են ոչ հայամետ քաղաքական գործունեություն ծավալելու մեջ, իսկ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է երկիրը այս իրավիճակին հասցնելու եւ իրենց հանձնելու մեջ նաեւ։ Դե եթե մենք օբյեկտիվ ամեն ինչի նայենք, պետք է հասկանանք, որ գիտեք ինչ, որ սխալները թույլ տված է եղել ամենասկզբից, չէ՞։ Ամենասկզբից մինչև հիմա, եւ ասենք թե մեր խնդիրը հիմա, եւ ասենք թե մեր մոտեցումը հետեւյալն է, ոչ թե ասենք թե գցել մեկը մյուսի վրա, հասկանանք մենք ինչ սխալ ենք թույլ տվել։ Իսկ մենք սխալներ թույլ ենք տվել։ Սկսած առաջինը օրինակ բերեմ տնտեսական ատոմակայանը փակեցինք։ Ինչի փակեցինք։ Հիմնավորումը ո՞րն էր։ Եվ փակեցինք եւ դրանից հետո որոշ ժամանակ անց դիմել ենք նորից Ռուսաստանին, որ վերաբացեն։ Իսկ ես ձեզ ասեմ, որ ինչքան ես գիտեմ, որ այդպիսի փորձ չի եղել, որ փակած ատոմակայանը նորից վերաբացեն։ Հասկանում եք, դա իր վտանգներն է պարունակում իր մեջ։ Մենք փակեցինք, ոչ մի հիմնավորում չի եղել, ինչի ենք փակում։ Հիմնավորումը եղել է, որ դա վտանգավոր է։ Պարզվեց, որ դա վտանգավոր չի, որովհետեւ կառուցել են ատոմակայանը հadoop իրատակ պլատոյա քարից, որը նույնիսկ երկրաշարժի ժամանակ էպիկենտրոնը լինի այդտեղ, վնաս չէր հասցվում։ Հետո մենք ինչ ունեցանք, ցուրտումուտ տարիներ, չէ՞, հետո մենք ինչ ունեցանք, մենք ունեցանք արտագաղթ։ Իսկ այս պարտության մեջ արտագաղթը նշանակություն ունեցել է։ Իհարկե ունեցել է։ Ես ինչ եմ ուզում ասել, միտքս, որ մենք պետքա ոչ թե հիմա փորձենք ասենք ամեն մեկ ասի, որ ես ճիշտ էի, նրանք սխալ էին, այլ պետք է օբյեկտիվորեն գնահատական տանք, ճիշտ եզրակացություն անենք եւ պետությունը, դա միանշանակ իշխանությունը պետք է ամեն ինչ ուսումնասիրի եւ ներկայացնի օբյեկտիվ մոտեցում եւ դա մեր առաջի կետն է, որպեսզի մենք կազմենք ազգային անվտանգության հայեցակարգ։ Այդ հայեցակարգը պետք է տա պատասխան բոլոր այս հարցերին, որպեսզի ազգը միասնական լինի եւ մյուս խնդիրը, եթե մենք դեմոկրատական պետություն ենք եւ ասում ենք, որ աստծամանության իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա մենք այս հարցերի շուրջ պետք է հարցնենք ժողովրդի կարծիքը, անցկացնենք հանրակրվե։ Դրա հիման վրա իշխանությունը եւ մեր էլիտան հենվելով այդ արդյունքների պետք է
հայացակարգ ընդունի, որտեղ պիտի տանք պատասխաններ այս բոլոր հարցերի։ Իսկ մենք մինչև այսօր չունենք հայացակարգ։ Եվ այս խաոսը մեր քաղաքական դաշտում, մեր հասարակության պարակտվածության գալիս է դրանից։ Իսկ ինչի չունենք։ Որտեղ ասեմ մենք միավորում չկա։ Հա։ Մինիմալ գոնե միավորում չկա անդիմադիր դաշտում։ Դա պիտի տեղից գա, հասկանում եք։ Ինչի տարբերությունը, ինչի ենք պարակտում ա գնում։ Տարբեր հարցերի շուրջ, չեմ ասում հասարակ հարցեր, այստեղ իհարկե ամեն մեկը կարող է ունենալ իր կարծիքը, այդպես ազդեցություն, բայց կարևորագույն հարցերին պետք է հասարակությունը նստի եւ պատասխան ստանա։ Ես իմիջիայլոց ասեմ, որ այդպեսի փորձ եղել է 2017 թվին Ղարաբաղում հավաքվեցին բոլոր կուսակցությունները, ընդդիմադիր եւ իշխանական, եւ անցկացրեցին հավաք։ Ես այնտեղ զեկուցող եմ եղել, հետո ինձանից հետո ելույթ ունեցավ Դավիթ Շախնազարյանը, ներկայացրին հիմնական զեկույցից հետո սկսվեցին քննարկումներ։ Արդյունքում մենք ստորագրեցինք հռչակագիր։ Բոլոր կուսակցությունները Հայաստանի, Ղարաբաղի, ընդդիմադիր իշխան, առանց տարանջատման։ Հա, ստորագրեցինք մի հատ փաստաթուղթ, հռչակագիր, որտեղ որ մենք հռչակում ենք, որ մենք կարևորագույն հարցի Ղարաբաղ անվտանգություն միասնական ենք։ Այսրան պետք է հասնել։ Հիմա ինչ է խանգարում։ Ինչպես եք դուք տեսնում այդ հասնելու ճանապարհը։ Ինչի ճանապարհ։ Այդ դրան հասնելու ճանապարհը ինչպես եք տեսնում։ Դե պիտի մեկը կազմակերպիչ լինի։ Պարզա դրա բոլորն ուզում են իրենք լինեն կազմակերպիչ, կարծես թե։ Դե արդեն գալիս է մեր ասենք բաց թողումներից ազգային։ Իհարկե, բայց պիտի հասկանանք, չէ, պատասխանատվություն ենք կրում, չէ, պետության առջև, ժողովրդի առջև։ Եվ ակնհայտ է, չէ, որ առանց այս հարցերում գալ համաձայնության քննարկման արդյունքում ներկայացնելով հիմնավորումներ, պիտի գանք կարևորագույն հարցերի շուրջ։ Եթե չէ, մենք թուլացած ենք եւ սա ում շահերից է բխում այդպես պարակտված լինել մեր հասարակության։ Մենք այսպես լինելով պարակտված չենք լուծելու որևէ մի հարցի, ոչ ներքին սպառնալիքների, ոչ արտաքին, եւ ամենակարևորը, երբ որ մենք, ասենք թե մի շաբաթ է մնացել, ընտրությունները անցնելու են, ազգային ժողովը ձևավորվելու։ Հիմա մենք ստանալու ենք այն ազգային ժողովը, որ այս հարցերի շուրջ պիտի ունենա միասնական մոտեցում։ Դե ձեր ուժն էլ, եթե ես չեմ սխալվում, այլ ուժերի հետ միասնական հանդես չի գալիս, չէ՞։ Հա, մենք հանդես չենք գալիս, ոչ հանդես չենք գալիս, այլ մենք գնում ենք առանձին, սա բնական է։ Ես ուրիշ դες օրինակ բերեմ, ինչի մենք չենք գնում, որտեղ մեր մոտեցումը, մի մոտեցումը, մյուս կուսակցությունները ուրիշ է ու բանի պարագայում ազգային ժողովի ընտրություններում սա նորմալ է։ Ես ասում եմ հիմնական հարցերի շուրջ, եթե առաջարկ լինի որ եկեք այս հարցերը քննարկենք, մեր մոտեցումը ձևավորենք, մենք պատրաստ ենք գլխավոր հարցերի շուրջ, բայց ընտրություններին գնալ դա նորմա է, երբ որ պարլամենտական հանրապետությունն է, կուսակցությունները ձևավորվում են, ներկայացնում են որևէ մի խավի շահերը, ասենք թե մենք հռչակել ենք, որ մենք ներկայացնում ենք հասարակ ժողովրդի շահերը։ Բոլորն են ասում։ Չէ, բոլորը չեն ասում։ Բոլորը ասում են ժողովրդավարություն, ազգի, չէ, մենք այդ խավի, որը միջին եւ միջինից ցածր, մենք ինքնած շահերն ենք, որտեղ ինչի դա մեծամասնությունն է։ Կա ուժով ներկայացնում է օրինակ օլիգարխների շահերը։ Չէ, մի բանը հռչակել, մի բանը անել։ Իսկ դուք ո՞նց եք կարծում։ Մեզ նայեք, մեր ասածը չի հակասում մեր ապրած կյանքին։ Մեր ասածը, մեր բոլոր, ասենք թե մեր անդամներին, ով մասնակցում։ Մենք անցել ենք ճանապարհ, որը մի բաների մեջ, պատմությունների մեջ խառնված չենք եղել, չենք խլել բիզնեսներ։ Դուք շատ լավ գիտեք, նայեք մեր ցուցակները ու կհասկանաք, որ մենք իրոք ներկայացնում ենք, որտեղ մենք ապրել ենք ու ներկայացնում ենք այդ խաղը, ասենք թե իսկ մեկը որ ասենք թե այլ կյանք ապրել, ինքը չի կարող ներկայացնի այս մարդկանց շահերը։ Դա բնական է։ Դա մա իսկ կուսակցությունը ինչ է։ Կուսակցությունը ներկայացնում է
որոշ խավի շահերը ունենում այդպիսի ծրագիր եւ այդ ծրագրով մտնում է պարլամենտ ու պաշտպանում է այդ խավի շահերը մեր մոտ դե ֆակտո լավ հարցրի մեր մոտ դե ֆակտո ինչ է ստացվել 36 տարի 35 տարի մենք անկախ ենք չէ հռչակել ենք ժողովրդավարություն արդյունքում ինչ ենք ստացել արդյունքում ստացել ենք հետեւյալը դե ֆակտո ստացել ենք հետեւյալ որ հիմա տարբեր միջազգային կազմակերպություններ աղքատության քանակը ասում են 56%. То есть միջին խավը ու դրանից ներքև կազմում է մոտավորապես 70-80%. Դա ամեն երրորդ համարվում է աղքատ. Հա. Հասկանում եք, մենք ստացել ենք դա արդյունքում. То есть մեր տնտեսությունը չի ապահովում մեծամասնության շահերը. Չի ապահովում. Ձեր հաջորդ ծրագրերին անդրադառնանք. Առաջին կետը դուք նշեցիք. Հաջորդիվ ինչ եք դուք առաջարկում հանրությանը։ Մեր ծրագիրը բոլոր կետերը փոխկապակցված են։ Եվ անդրադառնում են բոլոր լրջագույն հարցերի, որոնք լուծված չեն։ Եվ այդտեղից բխում է այն բացթողումները, որ մենք ունենք։ Առաջի կետը ես ասացի դա ամենակարևորն է, դա անվտանգության հայեցակարգն է, որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, դա ճանապարհային քարտեզն է, ինչպես զարգացնել պետությունը եւ ապահովել անվտանգությունը։ Ինչպես եք պատկերացնում։ Պատկերացնում ենք մյուս կետերը դա բացում են։ Մյուս կետը որ գալիս է դա ներգաղթ կազմակերպելն է, որտեվ մեր դեմոգրաֆիկ իրավիճակը անհանգստացնող է, մեղմ ասած։ Մենք այս պարագայում մենք ի վիճակի չենք լուծել տնտեսության հարցերը եւ անվտանգության։ Չեմ ուզում թվեր բերել պետության շահերից են, չեմ ուզում խոսեմ այդ թեմայով, բայց դա փաստ է։ Դուք էլ շատ ճիշտ նշեցիք, որ անհանգստացնող է։ Դա պիտի լուծենք մենք շատ արագ։ Իսկ դա լուծելու համար նորից մենք անդրադառնում ենք տնտեսությանը։ Մեր մյուս կետը դա պետության դերի բարձրացումն է։ Այս մեր մոտեցումը, մոդելը տնտեսական, որ շուկան կկարգավորի ամեն ինչ, մենք 35 տարի անց տեսնում ենք, որ ինքը կարգավորել է մինչև 56% աղքատություն։ Մեր մոտ կառուցվածքը տնտեսության սեփականությունը պետական եւ մասնավորի 85% է երևի մասնավորի։ Իսկ մասնավորը ինքը բնական է զարգացնում է այն ինչ որ իրան եկամուտ է բերում։ Իսկ եկամուտը ինչ է բերում մեր պարագայում բերում է այն ինչ որ արագ վերադառնում է այդ կոներդրումը դա ակնհայտ բարձ է միայն պետությունը կարող է երկարաժամկետ ծրագիր մշակի գործարաններ կառուցի եւ համապատասխան աշխատատեղեր եւ տնտեսություն զարգացնի որտեղ նայեք կարծում եք մենք ունենք այս պահին համապատասխան բյուջե ֆինանսական հնարավորություններ բյուջե ինչ նկատի ունեք մեր բյուջեն բավականացնում է մեր երկրի որպեսզի մենք կարողանանք այս անվտանգային իրավիճակում շեշտը դնել նաեւ տնտեսության զարգացման վրա ոնց եք տեսնում ոչ այսօրվա մեր բյուջեն նույնիսկ պահպանման բյուջե չի ես ինչ նկատի ունեմ ասենք թե դուք էլ տանը ունեք չէ բյուջե դուք շատ լավ գիտեք որ եթե այսքան աշխատավարձից դեր այսքանը դուք պլանավորում եք չէ սա երեխաներին սա ձեռ բերել սա սնունդը հագուստը բանա չէ մերը չի ապահովում մերը այսօր ընթացիկ հարցերն ապահովում իսկ մենք գիտեք ինչքան բաց տեղեր ունենք սկսած բնագելի ֆոնդից ավարտված ասենք թե տրանսպորտի ճանապարհների բանակի արտաքին քաղաքականության ասենք թե վերցնենք մենք արտաքին քաղաքականությունը որը իրականացնում ասենք թե մենք ունենք համապատասխան կադրեր եւ բանակի բյուջեն նայեք Ադրբեջանը աճեցնում է ինքը եւ 24 թվին եւ 25-ին մենք նվազեցնում ենք դա ինչի հետ է կապված այդ ձեր հարցի հետ կապված մեր բյուջեն բավարար է թե ոչ բավարար չի իշխանությունը ասում է որ այն ինչ որ պետք էր բանակին արդեն այդ լրացվել է եւ
սովորական տեմպով են առաջարժվում, այսինքն բյուջեի ավելացման կարիք կարծես թե այս պահին չկա։ Չէ, ես չեմ կարող դրա հետ համաձայնվել, որտեվ դա բաց թվեր է, էլի։ Եթե մենք նայենք ինչ ունի Ադրբեջանը, իր բյուջեն այսօր 5 միլիարդից ավել է եւ այս տարի ավելացրել է։ 5 միլիարդից ավել է իր բյուջեն։ Իր արտադրություն ինքը ունի բոլոր զինամթերքի, բոլոր դրամաչափերի, զրատեխնիկա է արտադրում, այնպես որ բալանսը այսօր խախտված է։ Հա? Խախտված է։ Իօքուտ դա փաստ է։ Հիմա իշխանությունը որ ասում է պետք չի, դա իր գնահատականը է։ Իր գնահատականը ինքը ինչի իման վրա է դա ասում, բալանսը խախտված է։ Իսկ հիմնականում անվտանգությունը ապահովում են բալանսով, ռազմական, իշխանությունն ասում է այն զենքերը, որ մենք կորցրել ենք պատերազմի ժամանակ, կարողացել ենք դա վերականգնել, համալրել։ Համամիտ եք այդ կարծիքի հետ։ Չէ։ Բյուջեն ավելացվել է ժամանակին, զենքա ձեռք բերվել, բայց նորից եմ ասում, չմտնելով դետալների մեջ, բալանսը դեռ ապահոված չի։ Շատ լավ, մենք խոսեցինք այն մասին, որ եթե մեր բյուջեն քիչ է, մենք չենք կարող բոլոր ուղղություններով հատկացումներ անել։ Այս պահին առաջնահերթը մեզ համար ինչն է, ինչի վրա ենք մենք կարող ծախսել այդ գումարները եւ պարտավոր ենք ծախսել։ Մինչև գումարները ծախսել, պետք է մտածել ինչ մոդելի տնտեսություն պետք է ունենալ։ Որ գումարներ կան։ Այո։ Պետք է այդ հարցը լուծել, ոչ թե ինչը ծախսել, ոնց ծախսել, այլ ինչ անել, որպեսզի բյուջեն համապատասխանի մեր սպառնալիքներին, ինչ որ դուք ասեցիք, եւ մեր պահանջներին տնտեսական։ Ես օրինակ եմ բերում սովետական Հայաստանի։ Դուք պատկերացնում եք մոտավորապես ինչքան է բյուջեն եղել 91 թվին Հայաստանի։ Չեմ կարող պատկերացնել։ Հիմա ես կասեմ, դուք կհամեմատեք։ Ուրեմն 91 թվին մեր բյուջեն եղել է մոտավորապես 10 միլիարդ ռուբլի, սովետական ռուբլի։ Եվ դա չի ծախսվել այդ 10 միլիարդը բանակի, ուժային կառույցների, ոստիկանություն, դատախազություն եւ այլ 10 միլիարդ այն ժամանակ դոլարը արժեր 66 կոպեկ, տարբեր բաներով, մոտավորապես, շատ բան չանեմ, այն ժամանակ դա կազմում էր 14 միլիարդ դոլար, այն ժամանակ, հիմա քանի որ դոլարը թուլացել է եւ ասենք թե ամենափոքր չափանիշով 3 անգամ, բայց ավելակ, դա պետք է լիներ մոտ 35-40 միլիարդ դոլարի բյուջե, այսօրվա գներով, մեր բյուջեն ինչքան է? 7, պատասխան տվեցի ձեզ։ Իսկ դրա համար մենք չենք կարողանում լուծել ինչ որ դուք ճշգրիտ հարց ասեցիք։ Պետք է դա ասվի այս բյուջեն բավարար է չեզոքացնել մեր սպառնալիքները, արտաքին, ներքին, տարբեր ոլորտներում, թե ոչ։ Պատասխանը այո, բավարար չի։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում բյուջեն համալրելու, լցնելու ծրագիր ունեք։ Հա իհարկե, մեզ դրա համար ասում ենք պետության դերի բարձրացումը տնտեսությունում, դա միանշանակ։ Հիմա էլի եմ ձեզ օրինակ բերում, հասկանում եք, ինչի մենք չենք գնում այդ ճանապարհով, ինձ համար պարզ է։ Դա գալիս է նայես որ փող ենք շատ սիրում։ Նայեք, Ադրբեջանը ինքը իր բյուջեն ձևավորում է մոտավորապես հիմա 70, իսկ ժամանակին մինչև 94% դա նավթից, նավթագազային իր արտադրությունից։ Այո։ Իսկ դա պետական էր։ Իրանց կազմակերպությունը, որտեղ արտահանում էր գազ, նավթ, այդ ամեն ինչը, դա պետական էր։ Եվ 100% բյուջեի ներողություն եկամուտի գնում էր ուր բյուջե, որից իրանք ձևավորում են բանակի բյուջեն, որը մեր պետական բյուջեից մեծ էր։ Մեր պետական բյուջեից մեծ էր։ Ինչի ասում եմ, որտեղ պետական բյուջե է։ Հիմա տեսեք մեր մոտ բյուջեն ձևավորումը հարկերից, չէ՞։ Դա մի ուղղություն։ Չի գնում 100% եկամուտի պետական։ Այնտեղ էլ են թալանել, բարձ է, բայց չեն թալանել այդքան որ հասնի, որ հարկերը մուծես միայն։ Իսկ այդ եկամուտը, որ ստանում են մեր սեփական տերերը, դա ուր է գնում։ Բարձ է, չէ՞։ Հայաստանում ներդրում անելը որտեղ է ներդրում անում։ Այն
ոլորտներում, որտեղ արագ փողը հետ է գալիս եկամուտը։ Շինարարություն մեկ, դա էլ հարցական է, հիմա բում է, բայց դա ասենք թե տարբեր սիցիներ, չգիտեմ ինչ, որտեղ որ մարդը ստիպված է, իսկ մենք ասեցինք աղքատության մեր շեմը ինչ է, կանա, ինքը հաց պիտի ուտի, չէ, գնում է այդտեղ, շոր պիտի հագնի։ Այդ ոլորտներն են զարգանում, թեթև արդյունաբերության, իսկ մյուս փողերը ուր է գնում, որտեղ են ներդրում անում։ Այնտեղ որտեղ եկամուտ է բերում, որտեղ է դա։ Եվրոպա է եւ այլ տեղեր։ Հասկանում եք։ То есть կառուցվածքից է գալիս մեր այս բանը, մոտեցումը, որ մենք չունենք համապատասխան բյուջե։ Եվ օրինակ եմ բերում Ադրբեջանը ձեր։ Պարոն Հարությունյան, այ Ադրբեջանի օրինակը մի քանի անգամ բերեցիք, մենք չմոռանանք նաև իրենց կարևորագույն եղբայր դաշնակցին Թուրքիային, որից մենք չունենք։ Ինչի՞ կտենց ասում չունենք։ Ով է մեր այդպես հավատարիմ կանգնած դաշնակից այս պահին։ Ուրեմն Թուրքիան այստեղ տարբեր իրավիճակ կա, հասկանում եք, երբ որ մենք մի բան գնահատում ենք, դա մեթոդաբանություն է։ Ասենք թե հասարակ մարդը պարզ է, ինքը կարող է էմոցիոնալ ընկալի դա այդպես։ Երբ որ մենք ասում ենք դաշնակից, մենք դե հասկանանք, որ պետության հետ մեր շահերը համընկնում է այս տարածաշրջանում։ Նաև կարող է լինի ժամանակահատված, որ ժամանակավոր, ասենք թե ստեղծվի իրավիճակ, երբ որ վիճակի չի քո դաշնակիցը իրականացնել այդ խնդիրը։ Օրինակ եմ բերում ձեզ Եվրոպան, ՆԱՏՕ-ն։ Մենք պիտի օբյեկտիվ գնահատենք ու չդնենք հարցը չունենք։ Եթե չունենք, դա ինչ է նշանակում։ Դե պիտի գնանք հանձնվենք, չէ՞։ Չէ, այդպես չի։ Կա բաներ, որ չի գործում։ Ձեզ օրինակ բերեմ, ասենք թե Չինաստանում Մաո Ձեդունը հայտնի իրանց լիդերներից, որտեղ որ ինքը շատ փոփոխություններ է հեղափոխական արել եւ հասարակությունը քննարկում էր գնում, թե սխալ է ինքը թե ճիշտ է։ Իրանք չեկան են եզրակացան, սխալ է թե ճիշտ է։ Իրանք եկան հետեւյալ ձևաչափի, ասին 70%-ով ճիշտ է, 30%-ով սխալ է։ Այս պարագայում էլ ասենք թե մենք չունենք դաշնակից։ Եկեք մի հատ հետ նայենք պատմական 92 թվին, երբ որ մենք պարտովում ենք, մենք ստորագրեցինք փաստաթղթեր եւ սկսեցինք համագործակցել Ռուսաստանի հետ։ Մենք ստացել ենք Ռուսաստանից միլիարդների զենք անվճար։ Հիմա բերում ենք այստեղ այսօրվա մեր բանին, հարցին։ Մենք անվճար ենք ստացել միլիարդների զենք։ Ես դա տեղյակ եմ, գիտեմ։ Եթե մենք այն ժամանակ Ինչի դիմաց։ Ինչի դիմաց։ Ինչի դիմաց ենք մենք Որ ստացել։ մենք դաշնակից ենք։ Ընդհանրապես։ Այո, որտեղ Ռուսաստանը իր շահերը ուներ այստեղ եւ ինքը պիտի պահպանել, ասենք, իր ազդեցությունը Վրաստանում, Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում եւ Թուրքիան ինքը հասկանում էր, եթե ինքը այստեղից դուրս է գալիս, Թուրքիան է մտնում։ Իսկ հիմա։ Հա, չեմ ավարտենք այս միտքը։ Հա։ Եվ այստեղ մենք հիմա գնում ենք զենք, փողով ենք գնում եւ Հնդկաստանից, եւ Ֆրանսիայից, եւ այլ 5 պետությունից, փողով ենք առնում։ Հիմա եթե մեր բյուջեն այսքան է, փողով մենք ինչքան կարող ենք առնել, որպեսզի ապահովենք նույն բալանսը Ադրբեջանի հետ։ Հասկանում եք, խնդիրը ինչու՞մ է, հաշվարկը։ Հիմա այդ է եղել, հիմա այս ինչ որ տեղի է ունեցել, մենք հիմա դրա համար ասում ենք հայեցակարգը պիտի այդ ամեն ինչ վերանայի։ Պատասխան ստանանք, ինչի հապկը Ռուսաստանը գործել է այս վիճակում այդպես, մեր մեղքը կա այդտեղ թե ոչ, բայց մենք պիտի գանք օբյեկտիվ եզրակացության եւ ամենակարևորը դա ընթացիկը որպեսի եզրակացություն անենք։ Ով է մեր այսօր դաշնակիցը, որը մեզ պիտի տա երաշխիք անվտանգության։ Իսկ դա դաշնակցային հարաբերություններն է։ Այն ինչ որ մենք հիմա ունենք մյուսների հետ, դա չի տալիս։ Ռազմավարական գործընկերություն, ընդլայնված, դա գեղեցիկ խոսքեր է, բայց դա երաշխիք չի տալիս ոչ մի բան։ Մյուս խնդիրը, եթե հապկը չի որն է, ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ-ի վիճակը հիմա հասկանում եք, Ամերիկան այսօր Եվրոպայից իր հեռահար զենքերը հանում է։ Ու դա ոչ թե ինքը չի սիրում Եվրոպան, ու թե ինքը խնդիրներ ունի եւ Իրանի հետ, եւ ընդհանրապես Ասիայում։ Ինքը իր ուժերը բավարար չի այսօր բոլոր տեղերում ապահովել անվտանգություն եւ դա բար ապացույցն է որ նույնը նաեւ պիտի նայենք մենք հապկում եւ Ռուսաստանում ինչ տեղի ունեցավ եւ այստեղ
այստեղ մենք փոփոխվող աշխարհում, իսկ դա փոփոխվում է, ինչա լինելու ոչ մեկ չի կարող ասել, ասենք թե կենսաղային մակարդակով այդ պատասխանը չի տրվում, պետական համակարգը պետք է ուսումնասիրի տնտեսական ուղղությունը, ռազմական ուղղությունը, բոլոր ուղղությունը, տեղեկատվական ուղղությունը, ու պետք է որոշի մենք ինչ պետք է անենք, ապահովենք այդ բյուջեն, ինչ դեպով, ես ասեցի ձեզ մի քիչ առաջ, եւ ապահովել քո մաքսիմալ հնարավորությունը այդ ոլորտում, ռազմական ոլորտում, դու պետք է ապահովես մաքսիմալ անկախ նրանից, ու նոր իրավիճակում ստեղծված բանակցես, դա կլինի Իրանը, դու պետք է հասկանաս առաջինը դու վեկտորը ուր է գնում, որտեղ աշխարհը հասկանում եք, չէ՞, ջրբաժան է, բաժանվում է մասերի, Չինաստանը իր քաղաքականությունն է վարում, Եվրոպան արդեն իր քաղաքականությունն է վարում, Ամերիկան իր բաներում է ոլորտում, տեսնում եք ինքը ամենահզոր պետությունն է ռազմական առումով, չի կարող բացել նեղույցը Արմուզյան, չի կարողանում, եւ դժգոհություն կա, ասենք թե Պարսից ծոցի պետությունների կողմից, որտեղ Ամերիկան իրանց երաշխավորել է անվտանգությունը, բայց տեսնում եք Իրանը խփում է այնպեսի իրանց ցավալի տնտեսական կետերին, որ մեծ կորուստներ են իրանք ունենում։ То есть մենք մեր դեմ չաշխատենք, ասելով որ մենք չունենք, եթե չունենք, պետք է գնանք հանձնվենք, պետք է մենք գտնենք, վերանայենք մեր մոտեցումները։ Եվ դա նորից եմ ասում, ամենակարևորը, դա պետության աշխատանքը լրջագույն, իսկ դրա համար պետք է լինեն մասնագետներ այդ տարբեր ոլորտների, որոնք պետք է ունենան մեծ փորձ, գիտելիք, կարողանան Հայաստանի շահերը ճիշտ ձևավորել, բացահայտել ճիշտ սպառնալիքները, որոնք են ոչ թե արհեստական, ինչ որ մեր հիմա ներմուծում է։ Մեծ ներմուծում է։ Տեղեկատվական պատերազմ է գնում։ Մի հատ նայեք ինչ է կատարում մեր դաշտում։ Ամբողջը ուղղված է նրան, որ ասենք որ Ռուսաստանը մեծ դաշնակից չի։ Հա, հասանք դրան, հետո բա մնում է ով մեր տարածաշրջանում Իրանը, Թուրքիան, ում հետ, հասկանում եք, այնպես որ այս պատասխանները պետք է տա պետությունը հստակ, նորից ոչ մի մարդ, ոչ մի կուսակցություն դա ի վիճակի չի անել։ Իհարկե ամեն մի կուսակցություն կարող է իր մոտեցումը ունենալ, բայց օբյեկտիվ գնահատականը կարող է տալ պետական ապարատը, բայց որը պետք է համալրված լինի պատրաստված փորձ ունեցող մասնագետներով։ Շնորհակալ եմ ձեզ, ցավոք մեր ժամանակը ավարտին մոտեցավ, ես շնորհակալ եմ զրույցի համար, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ թարմ ուղեղով իմ զրուցակիցը Վաղարշակ Հարությունյանն էր, Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածուն, կհանդիպենք, լավ եղեք։